Համայնքային ոստիկանության օպերատիվ վերլուծական վարչության օպերատիվ հետախուզական գործունեության բաժնի ծառայողները շարունակում են պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ, հատուկ ուշադրություն դարձնելով նաև համացանցի միջոցով կազմակերպվող իրացումներին։ Փետրվարի 25-ին ստացված տեղեկության համաձայն նոտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքում թաքստոցներում տեղադրելով իրացնում էր թմրամիջոցներ։ Ժամը 13:45-ին նա ձերբակալվեց Երևանի Աշտարակի խճուղում և տեղափոխվեց համայնքային ոստիկանության Դավթաշինի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց 34 փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ դրանք PVP տեսակի թմրամիջոցներ են, որոնք ձեռք էր բերել Telegram ալիքի միջոցով։ Մարտի 2-ին օպերատիվ տեղեկության հիման վրա Դավթաշինի բնակիչ 29-ամյա երիտասարդը ձերբակալվեց Հալաբյան փողոցում։ Նրա մոտ հայտնաբերվեց 3 փաթեթ բուսական զանգվածներով։ Նա հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է և արդեն տեղադրել է մի քանի փաթեթ Թումանյանի անվան այգում։ Համայնքային ոստիկանության Դավթաշինի բաժնի ծառայողները այգում հայտնաբերեցին 5 փաթեթ։ Մարտի 9-ին ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա Նանսենի անվան այգում ձերբակալվեց Նոր Արեշում բնակվող 22-ամյա երիտասարդը։ Նրա մոտ հայտնաբերվեց 4 փաթեթ։ Նա հայտնեց, որ նույն այգում և հարակից վայրերում արդեն տեղադրել է փաթեթներ, որոնցից 5-ը հայտնաբերվեցին։ 3 դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։